Հիմա այս խղճուկներն չեն կարող չգալ, գիտեք ինչու, որովհետև կանչում են, ասում են կամ փողդ, կամ դու հեղաշրջումը, իրենք են մարդը չէ, որ իրենք կնան կախեն իրենց, այդպիսի բան լինում է, պետության դեր ոնց կնամ, ին պետության, եւ անան, այսպես, եւ մենք այդ արդեն վերադառնում ենք մեր պատմավեպերի նկարագրություններ, ով ոնց դավաճանեց, ինչպես, ինչ, այս բաները, բայց այս անգամ պետականությունը չի ըննելու, եթե գիտեիք, որ հեղաշրջում եք անում, պետք է իմանայիք, որ առանց բանակի ներգրավման ցանկացած երկրում հեղաշրջում հնարավոր չէ, բանակը, երկրորդը, ցանկացած բանակ, եթե նա խունդա է եւ փորձի ասենք հեղաշրջում անել, նա պետք է ժողովրդի աջակցություն ունենալ, տաճի ունենա, դրա համար են գեներալները գլխավոր շտաբի հանձնվեցին, ոչ թե տեսան չի լինում, ուրեմն իսկ մեր օրենսդրության առումով պետության կառուցվածքը այ ապուշներ, եթե ուզում եք հեղաշրջում անեիք, դուք առնվազն Սուրեն Պապիկյանին պետք է հաշվից դուրս բերեիք, ինչու, որտեղ բանակի գլխավոր շտաբը նրա բացառապես առաջի տեղակալն է, մինչև դուք գլխի կընկնեիք Հայաստանում այդ մեխանիզմը ստեղծել են, որ հեղաշրջում չլինի, եւ գլխավոր շտաբի պետը ձեր մարդն էլ լինի, չլինի, չի կարող հեղաշրջում անել, այսինքն ինչ ասեմ, այս էլ իրենց տգիտության չափն է, քաղաքական տգիտության, մնացած իրենց գործն ամեն ինչ տեսնել, այնպես որ մնացածը իհարկե ստահակների է, ամեն մի ստահակ, ով որ գողանա, պետք է գաստե որպես բարերար հեղաշրջում անի, հետնել գողադանով մարդիկ բերը, այսինքն ինչ է, այս նշանակում է իրավական համակարգը պիտի ավելի խիստ աշխատի, խիստ, այն որ հայ աչք գլխներիս վրա տեղ ունեն, բայց կամ մեր պետությունը վերացնել, հերերն են անիծած, պիտի ոչնչացնեն մինչև վերջ, ու վերջ։ Զատունինը հայտարարեց, որ Կարապետյանը կարող է դառնալ հայ ժողովրդի առաջնորդը։ Հա, որ հայ ժողովուրդը, իրա, ինքը որպես հայ ժողովուրդ, դե ուղարկել են, չէ՞։ Երևի Մոսկվան սխեմա ունի, սա պիտի գար, Զատուլինը պիտի խոսի, Մարիա Զախարովան պիտի վնգստա, ուրեմն Միգրանյան հələ գործը չի անցել, չէ, նա պիտի ուրեմն բան ինչ-որ մտային բաներ, տվայտանքներ շահարադրի, բայն Սիմոնովա բան կար, դրանք ինչ, Գուրգինով, Մուրգինովները չեն էլ, դրանք հայտարարեցին, որ աջակցում են ոչնչություններ, դուք ով եք, հայ ժողովուրդը ձեզ չի աջակցում, դուք ով եք, ում եք աջակցում, քանի կոպետ, Պուտինա մեր ստրուգներ, խոլոտներ, դուք ոնց կարող եք աջակցել, ձեզ ով է լսում, այդ կանել խելք չունեն, բայց թե երևի դե փող են տալիս, իրենք էլ հաճում են, որովհետև իմաստ չկա, իրենց արածի մեջ իմաստ չկա, ինչ են ուզում, տեսեք խնդիրը ինչն է, խորքը որտեղ է, ահա Հայաստանի իշխանությունը պետության կայացման եւ այլնի համար ուզի չուզի Պիտի Թուրքիայի հարաբերություններ կանոնավորի, սա անխուսափելի բան, կանոնավորի, այս բառը Թեհրանում մի շաբաթ առաջ 8 անգամ ասեցի, կանոնավորի, ուրիշ բառ չհնարեք, հիմա կանոնավորումը պիտի կանոնավոր եւ անխուսափելի անելու ենք, ուզում է Զատուլին Սատկի, ուզում է այստեղ հայ օլիգարխ Բաքու գնանորից անելու ենք, եւ այլն, էլի դա լինելու է, որը բալանսի մեջ հավասարակշռություն կառաջացնի, դա նշանակում է Ռուսաստանի իշխանության թոթափում։ Ռուսաստանի հետ ինչ հարաբերություն կլինի, ժամանակը ցույց կտա։ Հիմա ահա այստեղ երբ որ այս հարցը դնում է, գալիս է խորքը։ Բայց ջիվաղը, երբ որ մտել է Հայաստան որպես ազատարար Արցախով եւ այլն, Ռուսաստանի մասին է։ Ինքը մտել է մատի ու մատանու արանքը։ Հայ եւ թաթար թուրք ժողովուրդների արանքը ինքը մեզ խուրդում է, նրա այդ հարցերը լուծում ինչու, որտեղ նրանք տգետ են եղել եւ շատ, այսինքն հայկական այունը ինքը վաճառք, ինքը առևտրական է, փերեզակն է, փերեզակ այս գործ է անում մեր արյան վրա, հիմա մենք հարաբերվում ենք նրա հետ, որի հետ մեր արյան վրա ինքը այսինքն որպես չխուրդեն, Նիկոլ Փաշինյանը գնաց հրավերով Էրդողանի մոտ եւ խոսեց թե չխուրդել պայմանավորվածություններ եւ այլն, բայց խուրդեցին չէ, հաջորդ օրը ինչ եղավ եկեղեցական իրենց ժողովում, ահա էս է հիմա ագենտուրան, որը թաքնված է, կռիշ է էլի հայերեն ասեմ, եկեղեցին կռիշ է ուզուրպատերի համար, են մի հիմնարկը կռիշ է, ես զարմացա, որ համալսարաններ կան, այստեղ թուրքագիտության ամբիոն կա, այդ ոնց է դրանք չշարժվեցին հակառակով, որ պատմաբանները հələ չեն երկել, կերքեն, այսինքն սա մի հատ երևի ցանց կա,
KGB-ի կամ դրա կառույցի մի ցանց Ռուսաստանի ազդեցությունը շատ տեղեր մեծ է։ Այդ իր ագենտուրան ինքը պետք է ընդունենք, որ ռուսական գաղտնի ծառայությունը շատ տարածված է եւ հզոր իրեն ռուսական փառքից է մնացել, կարող է նայել այդ արեց, եւ այս բոլորը քարոզչական նյութ է, իրական չի, որովհետեւ մենք մեկ է մեր պետությունը կայացնելու ենք եւ ընտրությունները մենք ջախջախված են։ Այստեղ է որ այդ Թուրքիա եւ այլն Իրանի հարաբերությունները Ռուսաստանի ձեռնտու չի, ինչու։ Ինքը գտնում է որ ինքը 300,000 տարի առաջ Աստված իրեն ստեղծել է որ մեզ կառավարի։ Փրկի չփրկի, չի փրկում, փրկի, եւ ապուշների մի հսկա բանակ է առաջացրել, որ կրամոլ, ստոր եւ այլն, հայրենիքի գաղափարից զուրկ, այդպես կասեր Միքայել Վալանդյան, այստեղ նաեւ կուսակցություններ կան, Սփյուռքում ինչ է կատարվում, պետական, ուրեմն դիվանագիտական ծառայությունների վրա են գրոհում Սփյուռքում, հայկական ազգային ավանդականները, հասկանում եք ոնց է, այսինքն էս էլ ագենտուրա, եւ այսպես իսկ եկեղեցի որ KGB-ի ազդեցության տակ եղել հոտանորություն չի, եւ անեն հսկա մի կառույց ձերից դուրս է գալիս, ասի բոլոժենի եղան, քանի մենք մնում ենք, դուք մենք մյուսը, այս իշխանություն եւ այն եւ այն սերունդը, հա, միջին հայը, որը իշխանությունը պահում է այս դժվար տարիներին, Մոսկվա որևէ հաջողություն չունի։ Հիմա դրա համար ես Ռուսաստանի պատկերը մենք լավ չենք հասկանում եք ոնց է, ինչ ասեմ ինչ իմաստով, նայում են տարածքին, քարտեզին, լրիվ շանում են, մանավանդ են հին, բաներն էլ աշխատում են, որ հայերը ունեն, մի տխմար թեզիս կա, ռուսական կողմնորոշում, ով է ասել, որ հայերը ունեն ռուսական կողմնորոշում, Արևմտյան Հայաստանը որ կար Թուրքիայում ապրող հայությունը ռուսական կողմնորոշում ուներ, թե նրանք հայերը չեն։ Այդ ռուսական կողմնորոշումը միայն Արցախայցանը կարող է ասել, անկայուն ձևով չեն փոխել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնաց ասաց, որ մենք ռուսական կողմնորոշում չունենք։ Կողմնորոշման հարց, եթե դուք բալանսի քաղաքականություն եք վարում, այդ բառերի կարիքը չունեք։ Դուք այդ գործի կազմի եք, ոչ մի առնչություն չունեք։ Եվ սկսվում է այս խժդժությունները, բայց իրավական համագարկները ոնց որ թե աշխատեց եւ նա պիտի պատժվի ցանկացած ով Հայաստանի վրա կգա հայրենիք եկեղեցի եւ այլն բայց ոչ պետականություն նա պիտի պատժվի սերնդե սերունդ հայրի մեջ մենք հայրենիք ունենք եթե ունենք պետական իսկ նա ով Թուրանի ծրագրի կողմնակից է Թուրանի ծրագիրը այսպեսին է ես վերջերս հենց Իրանում Թեհրանում ասել եմ Թուրանի մասին եմ ասեմ հետեւյալը Կարծեմ հիշում եք, որ ասեցի, որ ոնց որ թե Իրանի մեր բարեկամներն են Թուրանի այդ ծրագիրը մեզ համար եք ստեղծել, որ մենք այդ ծուղակի մեջ անընդհատ պատտվենք, դուք էլ ձեր օգուտ ունենաք մեջը։ Հիմա մի բան ասեմ, որ հետևյալն է, հայտնի Տարասով կա, բոլորդ գիտեք, վերլուծաբան, թե ինչու գիշերցերեք մեզնով է զբաղված, ես էլ քուն ու տատար չունի, հայերով է զբաղված, նա հայտարարեց, որ չէ Թուրանի ծրագիրը որպես ծրագիր, թե չէ Թուրանի մասին առաջին անգամ Վամբերին է գրել, հրյա է, բայց դա 19-րդ դար, ասում է, որ ռուսական գլխավոր շտաբի խորքերում է ծնվել Թուրանի ծրագիրը և Էնվեր Փաշան ակտիվ համագործակցություն է ունեցել, այսի գործակալ է եղել ռուսական գաղտնի ծառայության և գլխավոր շտաբի հետ։ Հիմա պատմաբաններին եմ ասում, այ ապուշներ, ովքեր որ, իզնից նեղանալու փոխարեն ես նյութերը ստուգեք։ Կամ նրանց ովքեր որ բացատրում են, նրանց հետ մի խռովեք։ Դուք այդ նյութերը իրավիճակեք, մարդն ասում է Թուրանի գաղափար, Թուրանի այդ կոնցեպցիա, Տարասովն ասում է, որ ուրեմն ցարական բանակի, գլխավոր շտաբի բանակի այդ բանում է ստեղծվել, դրանով զբաղվեք, ի վիճակի եք, թե չէ գարնում եք հեղափոխություն, պետության դեմ եք դուրս ելել, ես իհարկե բոլորի մասին չխոսքը, ինչ եք ասում, ասազները վարի գնացիք։